մարդիկ պիտի իմանան ինչ վտանգներ կան։ Դու իմացիր, եթե դու գիտես ինչ վտանգ կա, եթե դու գիտես դա իրանից ինչ է ներկայացնում, ինչ կարող է լինի, եթե դու գիտես կառավարման մարմինները քո հարազատ ինչ են անում, քեզ պաշտպանելու համար իր բոլոր ստորաբաժանումներով, եւ դու ինչ պիտի անես քո վարքականոնը, դու երբեք խոճապի չես մատնվի։ Իսկ երբ որ թաքնվում ես գիտելիքից, թաքնվում ես հմտությունից, Աստված մի բան կանի կամ ինչ որ լինելու է կլինի, դա դատապարտվածություն է, որը հեռանկար չունի։ Ինչը որ դժվարին է, հնարավոր է անել հենց հիմա։ Ինչը որ անհնարին է, դրա համար որոշ ժամանակ կպահանջվի։ Եվ սա ոնց որ կյանքի հիմնական այսպես ուղենիշ, որտեղ անհնար ոչ մի բան չկա կյանքում։ Արդեն երբ որ 9-րդ դասարան եմ, մասնավորապես 10-րդ, ես ինձ համար հստակ որոշած ունեի, որ ես պիտի գնամ բանասիրական, որ ես պիտի գրող դառնամ, որ ես պիտի դետեկտիվ գրեմ, որ ես պիտի իրավական ասպարեզի, լրատվության ասպարեզում աշխատեմ եւ նույնիսկ այդ քրեական աշխարհի պատմությունը, ընդհանրապես հանցագործությունների առաջացման մասին այդ ուղղությամբ պիտի աշխատեմ եւ ինձ համար այսպես երազանք էր «Մարդ եւ օրենք» հաղորդումը հեռուստատեսության որ տրվում էր, ես մտածել որ կավարտեմ ու կգնամ «Մարդ եւ օրենք» խմբագրությունում աշխատելու։ Ես հիշում եմ մեր վերջին զանգի ժամանակ հերթով խոսեցնում էի իմ դասարանցիներին, դու ինչ ես դառնալու, դու ինչ ես դառնալու, դու ինչ ես դառնալու եւ վերջինը այդ կասետը որ հետո լսում էինք անընդհատ, վերջինը ես ասում էի որ ես դառնալու եմ ճանաչված լրագրող եւ ամբողջ աշխարհը պատկանելու է ինձ։ Այդտեղ կասետը բրծում։ Ես բոլորովին չէի պատկերացնում, որ ես կարող եմ ոստիկան դառնամ։ Դա իմ ծրագրերի մեջ չէր մտնում։ Ես նույնիսկ երբ որ ստեղծագործական, երբ որ ես գրում էի պատմվածքներ, էի գրում դետեկտիվ, այնքան խելոք էի, որ ես մտածում էի, որպեսզի ավելի ճշմարիտ, ճշգրիտ եւ այլն, պետք է անպայման բերդ նստել, ներսից ուսումնասիրել։ Մարդը աշխարհը գալիս ոչ թե տանջվելու, տառապելու, անպայման ցավը, ողբերգությունը իր մեջ կրելու, այլ այս կյանքը վայելելու, այս կյանքի ըմբոշխնելու ամեն ինչ եւ ամենակարևորը երջանիկ լինելու, ամենակարևորը երազանք ունենալու եւ այդ երազանքին հասնելու, այս կարևոր միշտ, ասինքն ինչ որ ինձ պակասել է, ես ուզում եմ որ հիմա մեր երիտասարդությունը ունենա ֆինանսական կրթություն եւ լավատեսություն, այսինքն ինչ իրավիճակ էլ լինի, դու հասկանաս եւ գիտակցես, որ Աստված քեզ այս աշխարհ որ բերել է, ուրեմն դու առաքելություն ունես, եղբայր բարի եղիր քո առաքելությունն իրականացնել։ Նախ հասկացիր ով ես դու, ինչ ես եկել ես աշխարհ, հետո իրականացրու քո առաքելությունը եւ հաստատ երջանիկ կլինես։ Ամեն մի փուլ ունի ձեռքբերման իր հաճույքը։ Ասենք, երբ որ ես ընդունվում էի համալսարան, երբ որ մի տեղի համար 25 հոգի էր եւ առաջին տարին չընդունվեցի, որովհետեւ շարադրությունս ազատ թեմայով էր գրել, թեմային չէր առնչվում, դրա համար կտրվեցի։ Երկրորդ տարին արդեն պետք էր գրել, ես զարմանալի բան ասեմ, շարադրությունս, որը գրել եմ եւ ընդունվել եմ, հիմա անգիր հիշում եմ։ Վերք Հայաստանին էր դա։ Եվ աղասու կերպարներ եւ ասենք նու երկու տողով ասենք այդ շարադրությունից դուք հասկացեք որ ով կարող էր դրան 5 չնշանակել, հա։ Վերք Հայաստանին հայ նոր գրականության առաջին վեպներ, մի բացառիկ եւ բացարձակ երևույթ եւ բովանդակությամբ եւ լեզվով եւ ժանրով։ Կյանքի լայն ու խորը ընդգրկումը, թեմատիկայի հրատապությունը եւ կենսականությունը, առաջավոր դեմոկրատական հայացքներով հագեցած լինելն ու գեղարվեստական բարձր վարպետությունը վերքի բնորոշ հատկանիշներն են։ Դրանցով նա նոր ուղի բացեց հայ գրականության
զարգացման համար եւ լուսավորեց այդ օղին։ Վերքաստերին հայնոր լավ բավական է։ Կարևորագույն մի այսպես կյանքի ուղենիշ սահմանվեց երկրաշարժից հետո մարդկանց բացատրել, զգուշացնել, ահազանգել, ինչ վտանգներ կան, դրանցից ինչ ռիսկեր են լինում եւ ինչպես կարելի է պայքարել հրդեհների դեմ, տարբեր տեսակի բնական տեխնացին աղետների, ինչպես առաջին օգնություն ցույց տալ, ինչպես կորով դաստիարակել, ինչպես դրական տրամադրություն ունենալ, ինչպես բարի լինել, ինչպես սրանք փոխկապակցված, որովհետև առանց բարության, առանց լավ տրամադրության, առանց դուք ինքներդ գիտեք, ասենք նախանց ու չար մարդիկ ինչքան ծանր են ապրում։ Հարգելի հեռուստադիտողներ, քիչ հետո Շահումյանն է, մենք գտնվում ենք բնության գեղատեսիլ անկյուններից մեկում։ Ձեր ուշադրությանը ներկայացնում մի լճակ, իսկ լճակի շուրջը այսօր բադերի եւ կարապների փոխարեն մի խումբ սպաներ։ Կադրում սպաներ։ Հետո սկսվեց շարժումը, անցա լրաբեր եւ սկսեցի աշխատել Սահմանամերձ գոտիներում, Ղարաբաղում, Շահումյանում, Գետաշենում եւ այդ ժամանակ ինձ ՄՎԴ-ից խնդրեցին, որ ես գնամ եւ այնտեղ լրատվական ծառայությունում աշխատեմ։ Իսկ այդպիսի ծառայություն չկար, կար մի տեսուչի տեղ։ Այդ ժամանակ սկսվել էր այսպես խառը իրավիճակ էր, քաոս։ Եթե հիշում եք, այդ տարիներին ոստիկաններին մեքենաները շուռ էին տալիս, հետապնդում էին, ոստիկանների մեծ մասը համազգեշ չէր հագնում եւ այդ պայմաններում ստեղծվեց 02։ Հոկտեմբերի 18-ին գիշերը խորհրդային շրջանի ներքին գործերի բաժնիկից պահպանության բաժնում տագնապի ազդանշան ստացվեց համար 520 կոմիսիոն խանութին։ Միլիցիայի աշխատակիցները շտապ մեկնեցին դեպքի վայր։ Մի տեսուչից սկսվեց եւ հետո բաժին, վարչություն, 02 հաղորդաշար, 02 թերթ, 02 ռադիոհաղորդում, այդ 02-ների շարքից եւ իհարկե վարկած շաբաթաթերթը եւ միակ բանը, որ այդտեղից ինձ մնաց կիսատ, դա դետեկտիվի թատրոնն էր, որ կյանքի չկոչվեց, իսկ մնացածը շարունակվում։ Ներքին գործերի Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնում ստեղծվել է նոր ստորաբաժանում, օպերատիվ փորձնական բաժանմունք, որի պետն է Յուրի Ղազարյանը։ Կելբաջարի կողմից թափանցելով Հայաստան, ավտոմատներով ու նռնակներով զինված օմոնականները նախ պատանդ էին վերցրել Սոտ գյուղի 3 բնակիչների, նրանց տանը հագուստափոխվելով, պատանդներին ու ահաբեկելով ու նրանց օգնությամբ հասել էին Վարդենիս կայարան։ Օպերացիայի ոչ դժվարությունը կայանում էր նրանում, ոչ ծանոթ տարածքում էինք գործելու, մթության մեջ, հասկանում էինք, որ 30-ից շուրջ 30 ուղևորներ կային, կանայք, երեխաներ, եւ մեր յուրաքանչյուր սխալ կարող էր ճակատագրական լինել ուղեկցողների համար։ Հպարտ եմ, որ ոստիկանության հեղինակության բարձրացման գործում ունեցել եմ դեր եւ պատերազմում, եւ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ստեղծման գործում, եւ արտակարգ իրավիճակների նախարարության, եւ լրատվական ծառայության, եւ ընդհանրապես նախարարության կայացման գործում։ Լրաբերում կինոյով էինք աշխատում, երբ որ թռնում ես Գետաշեն, Գետաշենից գալիս, պրայավկային անում ես ժապավենը, հետո դու մոնտաժ ես անում, կպցնում իրար ու նորից թռնում, որ արդեն հաջորդ օր է գալիս։ Եվ անընդհատ այդ նույնը մեքենայով, ուղղաթիռով ու ամեն օր մի նոր տեղից, մի նոր հոգս, մի նոր ցավ, մի նոր հույս, մի նոր լույս։ Հիմա ովքեր են այդտեղ։ Ես թուրքական, հետո ես ադրբեջանական Ասկեպար գյուղն է, Ասկեպար, որի մեջ մին այս մոմենտին կան բրոնե տրանսպորտորներ, տանկեր, որոնք խփում են մեր ուղղաթիռներին։ Ինչպես երեք հաղորդեցինք, Գետաշեն թռավ ուղղաթիռ 22 ուղևորներով։ Այսօր նույնպես ուղևորներով բռնված ուղղաթիռը
թռավ Գետաշեն, բայց եղանակի վատ լինելու պատճառով չկարողացավ վայրեջ կատարել։ Այսօր ժամը 16-ին հանդիպում էր նշանակվել Գետաշենի ենթաշրջանի բնակիչների հանդիպում էր նշանակվել հաղթանակի զբոսայգում։ Իմ զրուցակիցներից ներկայացնեմ եկին Գետաշենի խորհրդի Ամեն օր հաղորդում էինք տալիս 2 հոգով, ես եւ Արամ Օվսիսյանը, որ հիմա գնդապետ Արամ Օվսիսյանը հիմա էլի 02-ում է։ Նա ինձ օգնեց նաեւ, որ մենք միասին արտակարգ իրավիճակների վարչության լրատվական ծառայությունը ստեղծենք, արտակարգ թերթը ստեղծենք եւ ամենաերանելի պահերն էին, երբ որ հեռուստատեսության մեջ դուք պատկերացրեք, որ ոչ դիակ ցույց տալ, ոչ տխուր բաներ չկար եւ ասենք ինձ համար շատ հաճելի էր, որ մարդկանց խոսեցնում էի եւ ոնց որ նոր բան լիներ, յուրաքանչյուրին ստիպում էի, որ մի ուղերձ հղի իր կնոջը, իր երեխային, իր հարազատին, ում ուզում է։ Ծրագրերն ու մտահղացումները շատ են։ Կառուցվում են կամուրջներ, ետի գլաքարն օգտագործվում է որպես շինանյութ։ Մեծ է նաև ժողովրդի հավատը շրջանի այսօրվա եւ ապագայի նկատմամբ։ Բոլոր լրագրողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հետս շփվում են, ասում եմ, ինչ դեպք էլ որ լուսաբանելիս լինեք, անպայման հիշեք, որ ձեր դիմաց ձեր մայրն է, ձեր քույրը, ձեր երեխան եւ ինչ կուզենաք իրեն ասել։ Ինչի մասին էլ խոսեք, ներարկեք լավատեսություն, ներարկեք կյանքի նկատմամբ սեր եւ ամենակարևորը՝ մի վնասեք։ Դուք եք տեսնում, որ վատ է դրությունը։ Հիմա արդեն կրակոցները կարծես դադարեցին։ Երեք գյուղի մեջ խփեցին մի 5 անգամ մինոմետով։ Մեր վրա շատ խփեցին, վիրավորներ շատ եղավ։ Զենքից ենք խեղճ։ Զենք չունենք։ Զենք ունենանք կպահենք։ Վախենալու պահեր միշտ էլ եղել են ու լինում են։ Երբ որ ասենք տեսնում ես, որ հակառակորդների տանկերը գալիս են եւ այնտեղ որ ականներ են դրված, մեկ էլ չեն պայթում ու գալիս շարունակում են գալ։ Երբ որ նույնիսկ մոռանում ես, որ ձեռքդ ավտոմատ կա, վախի մի զգացում կա, երբ որ դու ռեալ զգում ես մահվան վտանգը եւ ամենակարևոր բանը այն նաեւ որ հարցնում են ինչ անենք, երբ որ վախենում են։ Շատ է օգնում խորը շունչ քաշելը։ Անպայման խորը շունչ քաշելը դա որպես առաջին օգնության բան։ Հենց չհաղթարեցիր վախը, դու պարտված ես։ Շարունակում է ուժգին հրետանակությունը երկու կողմից եւ մեր զինվորները սպասում են հարմար պահին վճռական գործողությունների դիմելու համար։ Մեր կողմից փառքաստու զոհեր վիրավորներ առայժմ չկան։ Դենամ դեսգուշը։ Էսել նիխտ։ Դες բարով պայք։ Դու իմ ցերն ես իմ օքի, իմ լավ, իմ անքի։ Դու իմ ցերն ես իմ օքի, իմ լավ, իմ անքի։ Ինչպես կասեին մարզական կամ մարտական լրագրողները, տիրում է հարաբերական անդոր։ Թշնամից գալով հայկական զենքի եւ բասկի ուժը կարծես մի փոքր ժամանակով լռել է։ Բայց հիմա քիչ հետո կրկին արկեր կգան, որոնք որոշ անհանգստություն կպատճառեն մեզ։ 90 թվականի մարտի 28-ին առաջին անգամ Շահումյանում էր Հյուսիսային Ղարաբաղում ուղղաթիռը երբ որ կրակեցին ուղղաթիռի վրա եւ նա ընկավ, երբ որ ուղղաթիռը արդեն գլխապտույտ ընկնելուց հետո այսպես պտտվելով գնում էր եւ ես ինձ համար ձևակերպում էի թե ինչ ձևով պիտի կայանայի մահը, որտեվ ես ինքս ձևակերպած ունեի բոլոր վթարներին, որ տեղի ունենում կյանքի հետ անհամատեղելի վնասվածք, կամ ինչ որ սուրբան կխցկվի, կամ ինչ որ բան կճմլվի, կամ ինչ որ այդ մասնավորապես այդ շարժական աստիճանները, որի հետ ես պայքարի մեջ էի, որ ինձ չվնասի, եւ վերջին պահն էր, որ արդեն մի երկու պտույտ էլ կար, որ գնար, մեկ էլ իմ աչքի առաջ եկան վիդեո կադրեր, բայց իրենք ֆոտո կադրեր էին, այսպես կինոժապավենի նման ֆոտո կադրեր էին, բոլոր այն կանայք ու աղջիկները, ովքեր իմ կյանքում հետաքրքրություն էին ներկայացրել։ Այդ կադրերը եկան ու գնացին։
փոքր ժամանակ երբ ինձ համար շատ մեծ հերոս էր Սպարտակը, շատ։ Եվ ես զարմանում էի, որ եթե Սպարտակը, որ այսքան մեծ քայլ է արել, այսքան մեծ շարժում է արել, պատմության գրքում 4 տող բան է լինելու։ Բանի կարե գրիկան, այդ ինչ ես անելու, որ քո մասին մի երկու տող ավել գրեն, ու միշտ նեղվում է էլի, որ ոնց է լինելու։ Մենք հերոսի կարիք ունենք, մենք պիտի ինչ-որ բանով դասիրակվենք, այսինքն ինչ-որ ուղեցրից ինչ-որ բան ունենք շեղված, շատ կարևոր է վերադառնալ մեզ և Մայր Թերեզային, որ հարցնում են, ասում են, ինչ անեմ, որ աշխարհը փրկեմ, ասում է գնա սիրի քո կնոջը, ամեն մեկը թող իր հարազատին մտերիմին, իր շրջապատին սիրի, ինքը իրան սիրի, ինքը հարգի իրեն բարձրացնի և այս սերը արդեն կտարածվի ու կլինի բոլորին։ Եվ մյուս կարևոր խնդիրն է, որ ամեն մեկը զբաղվի իր գործով, սիրի գործը։ Ես օրինակ իմ գործը սիրում եմ, ուշքս գնում եմ իմ գործի համար եւ յուրաքանչյուր մարդ էլ երբ իր ոլորտում սիրի իր գործը, սիրով անի իր գործը եւ այդ գործը մինչեւ վերջ անի, ինչ որ բան կծաղկի էլի, ինչ որ բան կփոխվի եւ իրար հետ մրցակցություն կունենանք, առողջ մրցակցություն եւ կուզենանք ինչ որ նվաճում ունենալ։ Եվ այ մեր երկրին դա է պակասում։ Մենք ուսումնասիրեցինք եւ տեսանք ուրիշ շատ վտանգներ էլ կան, որոնք ավելի շատ, հա, այստեղ կենցաղը ձեզնից ավելի շատ զոհեր է խլում, քան բնական ու տեխնացին աղետները միասին վերցրած։ Եվ շատ կարեւոր է, որ մարդիկ իմանան դրանց մասին, պատրաստ լինեն։ Ոչ թե բոլորը ասենց աչալուրջ կա, ուղղակի իրազեկ գիտակից իմացող մարդը շատ ավելի ինքնավստահ ու երջանիկ է ապրում։ Այսօրվա վիճակով այ արտակարգ ալիքի հիմնական այսպես ուղենիշը եւ բոլորին համախմբելու մի դրոշի տակ, մի գաղափարի շուրջ այնը, որ մենք հասկանանք, գիտակցենք, ականջներից ով անենք։ Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ երկու հիմնական մարտահրավեր նշված են՝ երկրաշարժը եւ պատերազմը։ Եվ հենց այնպես ականջի հետև գցել այն դեպքում, երբ որ քո պատրաստվածությունից, քո դիմականությունից կախված է քո ընտանիքի, քո երեխեքի ճակատագիրը։ Ես սա ազգի մասին եմ ասում, պետության, մարզի, համայնքի, կազմակերպության, հա, չէ՞ որ ամեն մի ղեկավար, ամեն մի ընտանիքի ղեկավար դրա ըստ օրենքի քաղաքապաշտպանության պետն է հանդիսանում։ Դու պարտավոր ես պարզապես նրանց անվտանգությունը ապահովել։ Արտակարգ ալիքի կարևոր գաղափարախոսության կարևոր հատվածներից մեկն էր այնա, թե մենք ինչ քաղաքացի ենք դաստիարակում, այսինքն մարդ, որը լինի իրազեկ ու գրագետ, որը լինի կարողունակ, որը բարոյական արժեքները այն համամարտկային արժեքների վրա հենվի եւ որը կարողանա երջանիկ լինել, որը հասկանա, որ տալը շատ ավելի մեծ երջանկություն է, քան խլելը։ Հիմա հիշեցնեմ, որ ընդհանրապես անվտանգության հարցում մանրուքներ չկան, իսկ նրանք, ովքեր դրանց վերաբերում են անվտանգության խնդիրներին որպես մանրուքներ, ունենում են շատ մեծ հիմնախնդիրներ։ Հետևեք մեզ, ու մենք կօգնենք ձեզ լինել իրազեկ ու պաշտպանված։ Ցտեսություն։